Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում արցախցի երիտասարդ երաժիշտները հանդես եկան սոլո կատարումներով։ Երեկոն հուզական էր, քանի որ ոչ միայն երաժշտական իրադարձություն էր, այլև այն ճանապարհի խորհրդանշական արդյունքը, որը արցախցի պատանիները անցել են վերջին ամիսների ընթացքում նոր իրականության մեջ շարունակելով իրենց երաժշտական կրթությունն ու ճանապարհը։ Հաջողակ երաժիշտը դա երաժիշտն է, որը կարողանում է իր տաղանդը ներկայացնել հանդիսատեսին, եւ մենք ունենք 23 շատ տաղանդավոր երեխաներ, որոնք որ ունեն ցանկություն ապրել երաժշտությամբ, որոնք որ ծնվել են Արցախում, որոնք որ իրենց պատմությունն ուզում են աշխարհին պատմեն, իսկ իրենց տաղանդը դա այն բացառիկ գործիքն է իրենց համար, մեր համար նաև, որ իրենց պատմությունը լսելի դարձնեն։ Ծնվել եմ Արցախում կրթական ծրագրի նպատակն է պահպանել եւ զարգացնել Արցախում ծնված այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտները 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն եւ հնարավորություններ, ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։ 23 թվականի դեկտեմբերին Սերգեյ Սմբատյանի հեղինակած ծրագիրն ասա եւ 23 թվականին որոշում կայացրեցինք Արվեստ 23 հասարակական կազմակերպության որոշմամբ իրականացնել այս ծրագիրը։ Նա 5 տարվա ժամկետ ունի։ Մենք ընտրեցինք 23 առավել տաղանդավոր արցախցի պատանի երաժիշտներին, որոնք իրենց կյանքը նվիրել են երաժշտությանը եւ ցանկություն ունեն շարունակելու այդ մասնագիտությամբ իրենց կյանքը շարունակել։ Տաղանն ունի մեծ ուժ, ասաց Սերգեյ Սմբատյանը եւ հավելեց, որ երաժշտությունն այն ուժն է, որը տալիս է մեծ էներգիա։ Խոսելով «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գաղափարի մասին դիրիժորը շեշտեց, որ տաղանդավորների պատմությունները հետաքրքիր են մարդկանց ամեն տեղ աշխարհում։ Երաժիշտների հաջողությունների պարագայում շատ մարդիկ են հետևում, թե այդ երաժիշտը որտեղից է եւ որտեղ է ծնվել։ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակից պատանի երաժիշտների հաջողությունների դեպքում ամեն տեղ հնչելու է «Ծնվել եմ Արցախում»։ Այս պատանիներն իրենց տաղանդով ունեն հնարավորություն շարունակելու այդ ժառանգության տեսլականը։ Այս ծրագիրը Արցախի երիտասարդ երաժիշտներին տալու է բազում հնարավորություններ։ Օրինակ, շատ շուտով ես կունենամ հյուրախաղեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես դաշնակահար եմ, սովորում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Գեորգի Ավանեսը, պրոֆեսոր Գեորգի Ավանեսովի դասարանում։ Շարունակում եմ այն գործը, ինչ որ անում էի Արցախում, այսինքն ինձ նվիրվել եմ երաժշտությանը։ Ծնվել եմ Արցախում ծրագրի շրջանակներում, այսօր ունենք մեզ սպասում է համերգ, կներկայացնենք այն աշխատանքը, ինչ կատարել ենք այս տարվա ընթացքում, ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես ծրագիրը մեզ թույլ է տալիս մասնակցել վարպետության դասերի, համերգներ, որտեղ նվագում են սոլիստներ, նույն այն մարդիկ, որոնց հետ ունեցել ենք վարպետության դասեր։ Ծրագիրն իրականացվում է Հայաստան համահայկական հիմնադրամի եւ հիմնադրամի Գերմանիայի եւ Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերության Հայաստանի մասնաճյուղի, C Quadrat Ampega Asset Management Armenia SPI, Դիալոգ կազմակերպության, Մենք ենք մեր սարերը զարգացման գործակալության, Իգնայթ SPI եւ Հայկ Եկանյանի աջակցությամբ։